Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես քանի որ վաղուց YouTube-ով ուղիղ եթեր չեմ հեռարձակել, մեր շփումները, պիտի ասեմ, որ Facebook-ս բլոկված է եւ ստիպված այստեղով զրուցենք, ուստի կխնդրեմ, որպեսզի նախ մեկնաբանություններով պահպանենք կոռեկտությունը, երկրորդ ասեք թե ձայնը ինչպես է լսվում եւ շնորհակալ կլինեմ, եթե գրեք ձայնը նորմալ է թե ոչ, կարգավորումները սխալ արած չլինեն եւ կխնդրեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան այս ալիքին, որովհետեւ ժամանակ առ ժամանակ հենց այստեղով էլ խոսելու ենք, մոտ 1 ամիս ամենայն դեպս փակ է, Facebook-ը բլոկել են, դե հարցակումներից չենք կարողանում խուսափել, ինչ արած։ Ուրեմն քիչ առաջ մի բան հայտնի դարձավ, որ Արամ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնող անձը ազատ է արձակվել հիվանդության հետ կապված, ես հիվանդությունների ցանկը չգիտեմ, բայց այս թեմայով ուզում եմ մի փոքր խոսենք, շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք առհասարակ այս եթերով, չգիտեմ ինչքան կտևի եթերը, ինչպես կգնա։ Ուրեմն ես ինձ մոտ կիսել եմ գրառումով, իհարկե Facebook-յան էջում, ուրեմն որոշումը նախընթերցեմ, հա։ Որոշում խափանման միջոցի հարցը քննարկելու մասին։ 05-11-2025 թիվ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Վ Մելիքյանի, քարտուղարությամբ Մ Ներսիսյանի, մասնակցությամբ պաշտպան Զարուհի Փոստանջյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով մեղադրյալ Ստեփան Սևոյի Սամվելյանի ծնված 28/12/1961 թվականին ազգությամբ հայ քաղաքացի Բարսեղուին կրթությամբ չդատված, ամուսնալուծված, հաշվառված Արարատի մարզ Արարատ համայնք Արարատ բնակավայր կոլխոզնիկների փողոց 51 տուն հասեում, փաստացի բնակվել է քաղաք Երևան Էրեբունի Մուրացան փողոց 53 տուն հասեում, ներկայումս ՀՀ դատապարտյալների հիվանդանոց ԿԿՀ կալանավոր նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը որոշեց։ Մեղադրյալ Ստեփան Սևոյի Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել եւ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Ստեփան Սամվելյանին անհապաղ ազատ արձակել, որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ստանալու պահից 10-օրյա ժամկետով, դատավոր Վ Մելիքյան։ Ուրեմն ես ինչպես հասկացա, երիկամների խնդիր ունի, շաքարային դիալեզ ունի, ես ամբողջովին նրա հիվանդությունների ցանկը չգիտեմ, բայց բոլորս էլ գիտենք, որ գոյություն ունի հիվանդությունների ցանկ, որը կալանավորման հետ անհամատեղելի է։ Բայց գոյություն ունեն, էլի։ Ես չգիտեմ, մեր քրեական օրենսգիրքը ինչի մասին է խոսում, առհասարակ մեր դատաիրավական համակարգը իր գործունեությամբ ինչի մասին է խոսում, այստեղ մենք հարց առաջանում, էլի։ Մի հատ որ խնդրենք կամ պահանջենք, Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին մեզ տեղեկություն կտաք։ Մարդ էս կարող է այդ մարդն էլ շաքարային դիալեզ ունի, իրան էլ ազատ արձակենք, ինչ եղել որ։ Ինչ եղել կամ եկեք խրախուսենք, որպեսզի այսուհետ կիլլերները բոլորը լինեն հիվանդ, այսինքն կարող են ասած ասեմ, հարգելի քաղաքացիներ, եթե դուք ուզում եք մեկն ու մեկի վրա մահապորձ կազմակերպել կամ առհասարակ տերորիստական ակտեր իրականացնել, ապա ընտրեք բան, շաքարով հիվանդ, չգիտեմ, երիկամների խնդիրներով, այդ ցանկը ծանոթացեք, տեսեք ով այդպես խնդիրներ ունի, նրանց միջոցով դա արեք։ Այսպես կարելի է նորմալ համարել, թե ոչ։ Այս ի՞նչ է կատարվում արա։ Մարդը ձայնագրությունը կա, ընդ որում մենակ Արամ Սարգսյանին չի ցանկացել է վերացնի։ Նրա պլանների մեջ եղել է մտնի գրասենյակ, Տերյանի վրա է գրասենյակը, մտնի գրասենյակ, նռնակը շպրտի ներս։ Այդ պահին անկախ նրանից այնտեղ ովքեր են նստած չեն գուցե քաղաքացիներ են եկել գնալ, այդ չասեմ այդ շենքի հետ ինչ կարա կատարվի, ասենք պատկերացնում եք, չէ՞։ Այս մարդը խափանման միջոցը փոխում ենք, որովհետև հիվանդությունների հետ անհամատ։ Ես անկեղծ եթե լինենք, սա չգիտեմ, ես բանը դեռ Արամ Սարգսյանին բնականաբար վերաքննիչ էլ բողոք կներկայացնեմ, այո, իրավական տեսանկյունից ցավոք սրտի մեզ մոտ այդպիսի բան կա։ Կապ չունի դու ինչ ես արել, ոնց որ թե հիվանդությունները քեզ փրկում են, էլի։ Այսինքն եթե դու հիվանդ ես, դու կարաս ումից մոռում ես, գնաս անես։ Հասկանում եք։ Բայց լավ, այս կարգավորումները երբ է ուղղվելու շտկվելու, ես չեմ կարծում, թե օրինակ զարգացած երկրներից որևիցե մեկում Միացյալ Նահանգներում կլինի, թե Արևմտյան Եվրոպայում կլինի, նման դեպքերում այսպես է վարվում։ Մի քիչ գոնե մեղմ հանցանք լիներ, բան, ասենք գողություն լիներ, բան ասենք լավ դե էլի, հա, հիմի։ Եթե մարդը մահապործ, այսինքն այս մարդու առողջական վիճակը, կյանքի հետ անհամատեղելիությունը ավելի բարձր է դրվում մեկ ուրիշ մարդու կյանքի հաշվին։ Ընդ որում, սա որ ազատ է արձակում, չի դուրս եկել, ես մի քիչ իրան համեստ պահի, բան։ Եկեք ցույց տամ ձեզ ոնց է պահում իրան։ Դատարանից նորա դուրս եկել, դուք սրա լեքսիկոն են նայեք, այս ի՞նչ է։ Մի րոպե։ Մի րոպե, ժողովուրդ ջան։ Լեքսիկոն ենք, Զարուհի Փոստանջյանն էլ երջանիկ դեմքով կողքը կանգնած։ Ժողովուրդ ջան, դեպի դուք եկա ադրբեջանական դատարանից։
Naia, Ogeti, de Tatarum Manat, Yericamneres. Yericamneres, Kera, Gelhamo Datakas, Anna Merivanova, Ira Colectivo Andes, Ispet Naev, in the men by Tatavor Zatai. Shahin, Tofikoli, Shahin, Melikzade, Shahin, Tofikoli, Melikzade, of Kapai, Palase. Չշփոթ է ԿՊ-ի մասին չի խոսքս ԿՊ քաղաքական պալաս հայաստանի հանրապետության թիվ 1 հրեշ ընտանիքի մնատոր Արամի շումն է բայց գուլտով շում չէ դոբերման պիչեր չէ պատկերացնում եք չէ ինչ էրա խոսում ինչ ուզում խոսում է դատախազինների բանը բա ԿՊ-ին ես մարդը կարող է ուղեղի հետ խնդիրներ ունի Տարեք հոգեբուժարակ պարկացեք։ Իմիջայլոց նույն Զարուհի Փոստանջանին ասեմ, ու առհասարակ անդիմադիր դաշտին, ովքեր որ երջանիկ են միայն այս փաստով, ես վստահ եմ, ես ամեն ինչ նաև աղաշապատի ընտրությունների հետ կապ ունի, ու ոչ միայն դրա հետ, քաղաքական ամենամեծ աստառները գոյություն ունեն, սրա տակ վստահաբար, ինչից է դատավորներ արդից օգտվելով որ որոշակի օրենքներ իրան թույլ տալիս են, որ այս մարդու խափաման միջոցը փոխվի, փոխել է։ Հիմի այս մարդը իմիջայլոց իր տեսակցությունը որնամ ես բարձրագույն ավարտացած։ Սա չի արա ձեր բարձրագույն ավարտացած։ Ուրիշ հաղթարին ես մեկ այս ինչ մարդը այն օրը բանը Ռիփսիմեի բանը որ անում էին հանձնաժողովի նախագահ որ պիտի ընտրեն դրան եք բայց բարձրագույն կրթություն ունի բարձրագույն կրթություն ունի։ Սա է ձեր բարձրագույն կրթություն ունեցողը, բայց սրան բերեք դրեք օրինակ մարդու իրավունքների պաշտպան։ Ոնց եք մի անգամ դες նմանատիպ մի բան արել։ Բա բերեք ապեր ջան։ Բա որ ասեք ես երկրում ամեն ինչը դեգրադացված, երկրի հերն անից էլ քաշվել է գրան, այսօր դուրս եկել եկել, բա այս ինչ բանը ինչի է չեն անում, այնպես չէ, լավ չէ, չեք տողնում տեղ ընդդիմախոսության։ Այս ի՞նչ է կատարվում։ Հարց եմ տալիս, Նայիրի Հունանյանի առողջական վիճակը ո՞րց է։ Եվ խնդրում եմ որպեսզի սրա մասին հրապարակում լինի, ես ուզում եմ տեղյակ լինեմ։ Նայիրի Հունանյանի իրավունքները ուզում եմ տեսնեմ ոչի ոտնահարվում։ Կարող է ինքը Երիկամի խնդիրա ձեռք բերել այս 20 քանի տարվա մեջ, ազատ արձակենք այդ մարդուն, ինչի՞ պահում։ Ու ոչ միայն Նայիրի Հունանյանին։ Եկեք տեսնենք առհասարակ բանով այդ ծամա բանտարկյալների մեջ ով ինչ առողջական խնդիրներ ունի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին չի կարա իրան անվտանգ զգա, որովհետև կարա մեկ հիվանդ գա իրան խփի ու դից ինքը հիվանդ աղբեր։ Հիվանդ մարդ։ Ցանկացած հիվանդ մարդ, հիվանդ վատառողջ։ Այս տեսակետից ասեմ, ով ունի շաքարային դիալեզ, երիկամների խնդիր, կարա հանգիստ դիմացին դանականի կողի փորել։ Ինչ ա եղել որ։ Գժի դարա։ Մինչև հիմի քեն էս օրենքներ էս վիճակում։ Մեկ պարզ մեկնաբանեք հասկանանք, եթե սահմանադրությունը պիտի փոխվի, սահմանադրությունը ժամ առաջ է պետք փոխել։ Եթե քրեական օրենսգիրքը պիտի փոխվի, վարկյան առ 3 էր պետք փոխել առհասարակ։ Բայ քեզ բան։ Ու դուրս է եկել, լավ, ասեմ թե միտը գոնե մի քիչ իրան զուսպ բայ։ Կարող է, այդքան չխորանաս ասես դե մի բան կա երևի, չգիտեմ, կլինի պապացայի, բա որ հիմա ինչ որ կերպ հնարավոր դարձնի իր գործունեությունը ավարտին հասցնել։ Ում կյանքն է վտանգի տակ հիմա։ Այսինքն հանցագործի առողջական վիճակը հաշվի եք առնում, որ անհամատեղելի է կալանքի է ու ոչինչ, որ մեկ այլ մարդու կամ մարդկանց խմբի, որովհետև գրասենյակ է պատրաստում նետել նռնակը, բանը կյանքի հաշվին սենց տրամաբանությունը սենց է դառնում։ Գժի դար, որ է սարել։ Եթե ուզում եք բան այդ ձայնագրությունը դնեմ լսեք, երբ որ փորձում եք կազմակերպել մահափորձ, ոնց որ դե պոչկի ցավից ու ճակարից չէր ներվում այս մարդը։ Խնդրեմ եկեք լսենք սա մի րոպեա։ Այդ դրանով ինքը լսակ է դրել իրավու Պուտինի մեջ շփումների։ Այդ չի դելու շփում, այդ չի դելու բան։ Ռուսաստանի հետ էլ չի շփում, մոռացեք։ Ոչ մի դեպի շատ մի անգամ վերջնական շփում նախուր բացականելու հեռախոսազանգելի, մենել Պուտինն է նախուր բացականում։ Էդի պիտի դառնա թուրքական վիլայետ։ Դե այդ ծրագիրը էլ է, 100 տարի ծրագիրը կայել։ Չէ, էսի չի, էսի այդ ձայնագրությունը չի, էսի ուրիշ ձայնագրությունը, հա։ Էսի ուրիշ ձայնագրությունը, բայց ամեն դեպքում սա էլ լսենք։ 90-ականներին էլ կարել այդ ծրագիրը։ Հա, Վազգենն է ջանել։ Վազգենը խոսում էր այդ թեմայով։ Վազգենը Ամերիկայից գա, այդ ծրագիրը դրել էր հիմա շուտ է փոխելու։ Հենց բանը Հունանյանը չթողեց։ Չթողեց։ Նայիրի Հունանյանը չթողեց։ Այս մարդկանց համար Նայիրի Հունանյանը փրկիչ է։ Փրկիչ է, հասկանում եք։ Էսի հետ այս տարի Նայիրի Հունանյան գոյություն չունի։ Քուշանոց է։ Ես ուզում եմ այդտեղ բան կա, այդ էլ կարդամ ձեզ համար ժողովուրդ ջան։ Թույլ տվեք։ Անահիտ Ադամյանի գրառումը
ընթերցեմ ձեզ համար, այս վիդեոյի հետ կապված, այս ձայնագրության հետ կապված։ Քանից ես հարցազրույցներում արձանագրել եմ, սա այն գործն է, որ սպանության կազմակերպման մեջ կասկածելի իրական հովանավորները, հիմա բուն կազմակերպիչները մնացին ստվերում, իսկ հիմա ստվերում գործելով հասան նրա ազատ արձակմանը։ Դատարանի հրատապ նիստի վճիռը ենթակա է բողոքարկման պարզ պատճառով։ Կասկածյալը եղել ու մնում է վտանգավոր թե Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, թե Հանրապետություն կուսակցության գրասենյակում պարբերաբար գտնվող կուսակցականների ու քաղաքացիների շենքի բնակիչների համար։ Ամենայն դեպս դատելով հենց իր ձայնագրություններից։ Սա քաղաքական դրդապատճառներ ունեցող գործ է։ Դատելով նույն այդ ձայնագրություններից ինչ գնահատական տան իրավապահները մերօրյա Նայիրի Հունանյանների քաղաքական գնահատականը պետք է տա հասարակությունը։ Այս պատմությունն առաջին արարով չի ավարտվելու։ Դատաքննությունը շարունակվելու է։ Եվ ես ասեմ, ես իմ զորացությունն եմ հայտնում, սա բառացիորեն եմ մեջբերում, անձամբ ես իմ զորացությունը վստահաբար շատ քաղաքացիներ կմիանան սրան, ու այն բանը, երբ որ վերաքննություն գործը քննվելուց լինի, մենք այդ ժամանակ երևի թե եթե կազմակերպող լինի, կարող ենք մենք էլ կազմակերպել, կարող ենք գտնվել համապատասխան բայրում եւ մեր հասարակության ձայնը նույնպես լսելի դարձնել հենց տեղում։ Հենց տեղում։ Ուրեմն այս մարդը հիվանդ մարդ չի, ու եկեք մեզի մի ցեք էսի միջեր համոզել, ուրեմն ասեմ Այն մյուս ձայնագրությունը, որը ժամանակին տարածվել էր, ինչի հիմա վրա որ ձերբակալել են, քանի որ այս բանին ձերքից տակ չկա ժողովուրդ ջան։ Թույլ տվեք բանավոր ասեմ։ Խոսում է տոլի սիրու հետ, տոլի, չգիտեմ, ում է, ինքը իր անձնական կյանքը, մատ կնկա է։ Խոսում է ու գլուխ է գովում, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, հեսա մնացել է մտնի նռնակը կծի, ատելության չափը, մակարդակը, դե բնականաբար եմ որ անքննելի է, լսելով մենակ սարսափում ես, ու հացներ, եթե չեմ սխալվում Հայտնաբերել էր սրան, անգամ Արամ Սարգսյանը այս ամեն ինչի մասին չէր իմացել։ Մինչև իմի առհասարակ Արամ Սարգսյանը չի հասկանում վերջը լավ էս մարդը խիա իրան հետ կած ատում։ Չի հասկանում, որովհետև այն ինչ որ խոսում է այս գատեն, ինչու որ մեղադրում Արամ Սարգսյանին իբր դրա համար ուզում է վրեժ լուծի, նման բաներ գոյություն էլ չունեն։ Հասկանում եք, այսինքն դա բարակույրն է։ Բարակույրը, սա այդ մարդու ականջը լցրել են, ինքը Նայիրի Հունանյանն է դարձել, նա դուրս է եկել ասպարեզ, հասկանում եք, ընդ որում արդարացնում է Նայիրի Հունանյանի գործունեությունը, ինչ ասում, ասում է, այն որ Վազգեն Սարգսյանը գնաց Ամերիկա եկավ, այնտեղ հասկացեցին, որ պիտի վիլա հետ դառնա թուրքական, նայեք ում է ինչ ասում, հասկանում, այդ դրա համար էլ Նայիրին եկավ, իր գործը արեց, որ քիչ ամանում ասի մեռնեմ Նայիրիի ջանին, եւ քիչ ամանում բաննել կտրիչ ներսիսյաններ Նայիրիի նկարներ երևի, տեղադրի Տաշիր Սամոյի նկարի կողքը Մայրատոն Սուրբ Էջմիածնում, այդ մակարդակն է, որովհետեւ հավուր պատշաճ, որովհետեւ մենակ հոկտեմբեր 27-ին նստեցին Քոչարյանի ասած Ուչասկովի մակարդակով գործը քննվեց ու նստեցին միայն զենք կիրառողները, բայց ովքեր էին կանգնած նրանց հետևում, ովքեր էին նրանց երկար ժամանակ նախապատրաստում, ասեմ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես նախապատրաստություն են անցել, Բելարուսիա, մյուս, նոր եկել մտել են ու այս գործը իրականացրել են։ Երևի հենց ցածել ուղեղները լվացել են։ Առհասարակ Ամի Գանձյանը, չգիտեմ, այս տեսակ մարդկանց ուղեղը լվանալը հասարակ բան է։ Մարդուն տրամադրես, որպեսզի ատելությունը մեծանա այնքան, որ ինքը հասկանա, որ ինքը կարա փրկի, հա, ինքը չի գիտակցում, որ ինքը հանցագործություն է անում։ Ինքը կարծում է, որ ինքը փրկչի դերակատարում է վերցնում։ Մինչև հիմա Նայիրի Հունանյանը չի զղջում իր արածը, ինքը գիտի, որ ինքը փրկիչ է, անգամ բանը իմ հասակակիցները ու ավելի տարես մարդիկ կհիշեն, որ ինչ-որ մի շրջանին առհասարակ նախագահի տեխնացություններ ուզում դնել Բերդից։ Նայիրի Հունանյանը կար այդքան վստահ էր իր արածի վրա։ Այդքան այդ գործը այդպես սբաղվեց, որ իրական մեղավորները, ովքեր որ քողարկված էին այդ ամեն ինչով, մնացին ազատության տակ մեջ բավական չի, Հայաստանի Հանրապետությունն էլ բարի տվեցին ամեն ինչով, անկախությունը, ինքնիշխանությունը, տնտեսությունը, բանը, պաշտպանական ոլորտը, ռազմական ոլորտը, բոլոր ոլորտները բարի տվեցին, նստեցին դուքսի նման, դե Պուտինը կասի մենք անենք ինչ, Պուտինը կլինի դե Նիկոլայը կլինի, չգիտեմ, բանը կլինի, Իվան Արեխ կլինի, ով ուզում է լինի, Ռուսաստանից Կրեմլից կասեն կան, անդեղի դաբրո, ու ասեմ, մինչև հիմի ես մարդկանց ուղեղի մեջ Կրեմլի դաբրոն աշխատում, մինչև հիմի ես մարդիկ ոչ մի քաղաքացուց կվե ուզած չկան, ոչ մի ընտրություններում, նրանք միշտ ներկայացել են, որ իրանք ունեն դաբրո, վերջ, իրանց համար Կրեմլի դաբրոն ավելին է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայնը, քաղաքացիների ճակատագիրը առհասարակ, քաղաքացիների որոշումը, այսինքն սահմանադրության մեջ որ գրված է, որ մարդը գերագույն արժեք է, քաղաքացիները ընտրության միջոցով ձևավորվում են, SNN-ը, իրանք խորապես թքած ունեն այդ ամեն ինչի վրա, ու այդ թքած ունենալով կառավարություն դուրս, հիմա էլ դուրս են եկել, ասամենադիչը Թուրքիայից լվեք փոխում, արա ես ինչ բանը Թուրքիայից լվեք ալեմ, արա դուք կզ, արա այդ թուրքեր դե արի մի ասա, այս երկիրը ձեզանից ավելի հրաշալի ձևով ճակերտավոր ասած, ոչ ոք բարի չի տվել, թուրքը չէր կարա այդքան, ինչքան դուք եք արել արա։ Մարդկանց կյանքը կերել եք արա, ու հիմա հերթական տերորիստն է հայտնվել, ով որ բառացի բռնվել է նրա վրա, որ պատրաստվել է գնա նռնակը գցի գրասենյակի մեջ։ Որը դատավորը որոշում է Զարուհի Փոստանջյաններ, դες միամիտ են ինքը իր համար նստած է եղել, այս մարդը որոշել է որ իր ամենը սիրելի բանը փաստաբանը հաստատ իրան բան կպաշտպանի, ուրիշ փաստաբան չի, ատիպատի, մայր Հայաստան դաշինքից բանը
փաստաբան Զարուհի Պոստանջյանը, այն Մայր Հայաստանի, ովքեր որ հիմա վաղաշաբաթի ընտրություններում նույնպես մասնակցում են։ Վերջացավ, բերեցին, սիրուն սարքեցին, մարդուն դուրս հանեցին, բարձրվում է նաև այսպեսի խոսակցություններ է եղել։ Ինքը հիվանդ տղա է, ոչինչ որ ուզում է ձեզ սպանի։ Համակերպեք, հիվանդ տղա է, բա ու չեք կալանավորելու ախպեր։ Թույն, սրանից, բան, չգիտեմ, հանգիստ ապրեք ժողովուրդ ջան։ Հələ այն որ, գիտեք, մի հատ հանգամանք կա, դրա մասին չենք խոսել։ Ես հիմա դրա մասին պիտի ասեմ, քանի որ խոսակցությունը եկել է այստեղ։ Բանի, մեծաբանի թեմաները գնացին, իսկապես էլի նոր մեր փաստաբան ընկերներից մեկն էր հուշում։ Գնացին, հետ հաջորդ օրը վառած շորի հոտով շունը գտավ։ Մեր ոստիկանական շները, այդ վառած շորը անգամ հոտով գնացին, գտան ու հաջորդ օրը ձերբակալեցին։ Այնտեղ երեխայի կորել 4-5 օրեր, ախպեր, չէ բան էին գալիս չէին գտնում ախպեր, շներն ուր էին չգիտեմ։ Եկան այլ միջև այդ երեխին էլ սպանված գտան։ Հիմա դե հերն է սպանել, հիմա հերն է սպանել, ով է սպանել, արա ժողովուրդ, անգամ արդեն տարածում է, որ հերն էլ է հիվանդ մարդ։ Արա լավ, այս ուր ենք ասել, սա ինչ է։ Ինչ է մինչև հիմի բացակայում օրենսդրական լուրջ կարգավորումները, որտեղ որ հանցագործի կյանքը չի լինի ավելի կարևոր, քան այն մարդու կյանքը, ում դե որ հանցանք էր ուզում բան անել։ Աշխարհի բոլոր երկրում եք նման բան տեսնել, որ մենք չենք կարողանում տեսնել, որտեղ փնտրում ենք չենք գտնում ախպեր։ Այս ինչ յուրատեսակ խիստ հայկական ավանդական, չգիտեմ, սրա ունի չեք դնում, դուք էլի տես հայեցիության, հայուգենի թեմայ է։ Այս ինչով եք ուզում տարբերվեք աշխարհից։ Չի կարելի չէ։ Ու շատ էլ բոլորս էլ հասկանում ենք, բոլորս ենք հասկանում, որ հիմա եկեք սենց անենք, վաղաշաբաթում ընտրություններ են, մասնակցում են բոլորը, Քոչարյանը ընդեղ է, Սերժը ընդեղ է։ Բոլորս էլ գիտենք էդի։ Վաղաշաբաթցիներն էլ շատ լավ գիտեն էսի։ Իրանց ընտրությունն է, ես ասել եմ այս ընտրություններին ոչ մի ձև, չեմ դատախվելու, չեմ դատախվում ախպեր։ Միակ բանը որ որպես քաղաքացի կարամ ձեզ ասեմ, հետեւյալն է, այդտեղ ժողովրդավար ուժերի որ կանեն բան պահանջեք։ Սա կյանքներ է վաղաշաբաթում ժողովուրդ ջան։ Ես էլ կյանքին մեռնեմ, մեկից չեք կարացել մի բան պահանջեք, որովհետեւ մահակը ձեռներն են պահել։ Հիմա եթե դուք ֆռալու եք ֆռա գնակելի տեղ ընտրեք, օրինակ, Ձյաննայից կարող եք լիքը դժգոհ լինել, չէ՞։ Ես հասկանում եմ վաղաշաբաթություններին, բայց ձեր դժգոհությունը գոնե առնվազն կարողանում եք արտահայտել թե ոչ։ Եվ վերջի վերջո ինչ տեղի ունեցավ, Ձյաննայի սռոկը պրծավ, ոչ, իշխանությունները հականջալու եղան, իրաց աշխատում, իրաց ինչ հասկացան, իշխանությունը մերը լինի, դավայ հանեցին գործից, որովհետև ես չի կարող լինի պրավալ ասա, այսինքն այս ամեն ինչի մեջ չգտնել ժողովրդի մասին մտածելու այդ կետը, ասենք, չգիտեմ էլի, ես չեմ ուզենա որակումներ տալ, բայց որ ցանկանաք դուք կգտնեք։ Այսօրվա դրությամբ Քարոզ Արշավա, մեկը մտել է քյաբաբովա երեխեքին դրտում խուժանությունների, մի ամբողջ համայնք մտել է, ասում է բան արեք, երեխեքին քյաբաբա հյուրասիրում, թե բա գնացեք են պաստառները փոկեք։ Ու այդ համայնքի բնակիչներից մեկը, սրանց չի կանչվացել, այստեղ եկեք, արա։ Այսօր երեխին եք դուք խուժանություն սովորացնում, արա։ Այսօր երեխին եք դուք խուլիգանություն սովորացնում, արա։ Կամ ասեք դու ով ես իմ տղին քյաբաբարես, քյաբաբով բան առնես իրանից։ Բայց երեխա որ մեծանա վաղը մյուսօր վստահ եք որ Հաձիկալոնով post չի ծախելու։ Կամ եւ այլն, հիմա ինչ որ է, կամ կլինի թե չէ։ Դու ով ես արա իմ երեխուն քյաբաբ ես առում առածին մի մացության, սա մեկ։ Եվ երկրորդ դրդում ես խուժանություն, խուլիգանություն անելու, այն որում ինքը ողջավորված է դրանով։ Դա շատ վատ բան է, դուք չեք պատկերացնում այդ ինչ հետ կարա թողնի։ Երեխու սաղ կյանքի ճակատագրի վրա։ Այ էս են իրենց ցուցադրել։ Այսօրվա դրությամբ, հա, այն մեկը վարշե, մի ամբողջ կաթողիկոս կոչեցյալի աղբեն ու աղբորտեղեն գնացել պատվել են, որովհետև չեն հասկացել, որ մեր երկրում ընտրությունները տեղ են ունենում ժողովրդավար ճանապարհով։ Դուք էդի հորդ տունը չի այդ ոսկեհատ գյուղը։ Ոչ հորդ տունը, ոչ մորդ տունն է։ Էդի գյուղը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում ու անձամբ մեկը իր մեկը ցանկացած մեկին։ Բայց տեղի բնակավայրը ընտրում է իր բնակավայրին հարմար ղեկավար։ Արա Քարոզ Արշավը դու ով ես արա որ որոշել ես թե այդ գյուղում ով Քարոզ Արշավը ոնց անի ոնց է։ Կանանավորել են, ասում է մեկը հրապարակել է կադրեր, ասում է դե տեսեք, այստեղ ոչ մի բան չեն խոսում։ Տոնավ է, բայց զբուկները հələ զբուկը դրեք տենակ խոսում է թե չեն խոսում։ Բախեք զբուկը, ու մեկ արա աննասունի տեղ դրել։ Ու ամենավատը, այս ժողովուրդը կգնա կգա այս աննասուններին կբերի գլխներին փորձանք։ Հետո կնստեք ասի, ապե բախի Նիկոլը այնրան չդատեց, այնրան չդատեց։ Դատելու մի ձև էլ ձեր արած ընտրություններն է ժողովուրդ։ Դատեք ձեր ընտրություններով դե արդարադատություն իրականացրեք։ Նույն Գյումրիի պատմությունը։ Գնեք ժողովուրդն եք, արդարադատությունը իրականացնեք այնքանով ինչքանով որ ունեք ձեր հնարավորությունները գործողության մեջ ցուցադրելու։ Հիմա այս process-ների մեջ ինչ են անում, պատկերացրեք, վաղաշաբաթին նստացա, արա ասում է Արամի վրա ուզում էին փորձանեին ախպեր ջան, ազատ հարցակվել։ Արա ինձ պետք է անդար գլուխս դնեմ դարդի տակ,
Գնամ օրինակ Արամի տեխնացուին ընտրեմ կամ ԿՊ-ի տեխնացուին ընտրեմ, արա վաղը սրանք կան գլուխս ուտեն տերեսով է։ Ավելի լավ է հարաբերություններից հետները նորմալ բան, այսպես բախի մտնոլորտում սա ազդելու է այդ ընտրությունների վրա։ Եվ այս հաշվարկը շատ լավ են արել ու այո հանդիմադիր ողջ սպեկտրը իրենց բոլոր հնարավորությունները օգտագործելա որպեսզի այս մարդը ազատ արձակվի հենց այս ազդեցությունը ցուցադրելու համար որ մարդկանց մեջ այդ անարդարության զգացումը դեր խաղա բանի վրա ընտրությունների արդյունքների վրա ու հեչ չզարմանաք որ հեսա բաղբանից քարոզարշավի ժամանակ այս թեման շահագործել ասեն այս չէ ձեր իշխանությունները ահա խնդրեմ մարդ այս հեչ չզարմանաք ոչ մի բանի վրա չզարմանաք ու հենց ցած է որ Հրայր Թոմասյանը ասում էր սահմանադրական դատարանը վերջին բաստիոնն է դարձնում էր քաղաքական տերմինոլոգիա վերում էր սահմանադրական դատարանը կողում էր քաղաքականություն բայց մեր հասարակությունն էր քաղաքացիները այսքան էլ բացատրելուց հետո էլի չհասկացան ինչքան լուրջ բանի մասին է խոսքը գնացին երկու հատ ուժ որ մեկի անունը պատիվ ունե մեկինը Հայաստան դաշինք բերեցին կողին ազգային ժողով ասացին հա ախպեր Էդրանով ասացին հա ախպեր մենք ուզում ենք որ մեր սահմանադրական դատարանը քաղաքականացված լինի այս դա ասացիք խնդրեմ քաղաքականացվածը հենց այդ նույն դավաճանների թշնամիների թերքաբարոների ռուսահապատակների կողմից վայելենք եկեք նայենք եւ վայելենք կայֆ ինչ մոծակա մտել դուրս գալ մարդ չգիտի ինչ գնահատական տասարան զանգել եմ փաստաբան ընկերոջս ասում եմ եղբայր սա նորմալ է ասում հա դա օրենքը մեր երկրում ասում բայց պիտի արվի ասում կատակով ասում պիտի գնդակարեք շփրտնեք գնդակարության օրենքը մտցրեք ասում իսկ աշխարհում նորմալ երկրների փորձը չի ասում նորմալ երկրների փորձը դրա չի ասում ինչ ուզում անում են ու գիտեք ինչ սա ինչին է զուգահեռ գնում այն նաև դուք ինչ կարծում եք սա ոչ մի առնչություն չունի հենց հիմա եկեղեցու շուրջ բանի կատարվողի բան այս իրավիճակով Կտրիշ Ներսիսյանին որ ուզում են ռադ անեն այդտեղից դուք կարծում եք նշանակություն ունի էնել ոնց ունի շատ լավ ունի տեսեք կարծում են որ հիմա այս գործողությունով ուշադրություն կարան շեղեն այն մյուս process-ից կամ առնվազն այն քաղաքացիները ովքեր որ գիտակից հատվածն են ու մարտնչում են որպեսզի իրենց հասարակական գործունեությամբ իրենց քաղաքացիական գիտակցությամբ փորձում են ակտիվ լինել process-ների մեջ որպեսզի դրանով օգտակար լինեն պետականության կայացմանը օր առաջ այս ճամբարին փորձում են ջարդել այսինքն մարդիկ կլինեն որ կցանկանան գնան հիմա էլ դատա իրավական ոլորտի մասով որոշակի ակցիաներ իրականացնելու ինչի արդյունքում կկիսվի այն մյուսը եւ այլն եւ այսպես շարունակ տարբեր կողմերից հարձակվել են քաղաքացիների ընդ որում ամենաթույլ կետով քանի տարի ասենք դատա իրավական համակարգը թափելու բան է հիմի օրինակ եթե ես դուրս գամ ու դատա իրավական համակարգին բերնես եկածը ասեմ կվերցնեն իսկ կտանեն սիրուն կդատեր որովհետեւ ես դրանով չգիտեմ դեմ այդ հոդված կա դատական համակարգի դեմ չգիտեմ ինչ որ մտած հոդված կա որ արկելում է կամ չարկելում զգուշացնում եք ես որտես բանակ ես ասում ես էլ ժողովուրդ տենց հիվանդություններ չունեմ երիկամների բանի որ ազատ արձակվի այդտեղ մի անգամից կվերցնենք փակեն բայց որ դատախազին կանգնել ասում Աննա Մեհրիբաևա ես ինչ ասում ինչ ուզում ասում նոր ակալանքից ազատ ասել է հիվանդ եմ նայեք ասել է ես հիվանդ վատառուշ մարդ եմ ախպեր ես չեմ կարող նստեմ հետո ինչ ես մահափորձ եմ ուզեցել անեմ չեմ կարող նստեմ ախպեր այդ գիտեք ինչի նման եղավ մի օր ընկերներով կանգնած ենք տղերքից մեկը ասում դու երբ ես բանակ գնում բանակ գնալու վախտերն է մեր մեկը այսօր մեկը ասում ես չեմ գնում ասես նայենք ոնց խի դե կարծում եմ ասում լուրջ պատճառ է բերելու մի հիվանդություն բան բայց ռոզի մեծացել են իրար հետ տես բան չի եղել էլի ասես ես չեմ գնալ ասում խի ասես ես բանակից զզվում եմ հասկանում եք ժողովուրդ ջան անենց ասես զզվում եմ յանի եթե դες կարող առիթ լիներ չծառայելու եթե չեմ սխալվել եթե իջոցը չի դավաճանում ինքը դες չծառայես ինչ միջոցներով այդ արդեն մեր գործը չի այդ արդեն մեր գործը չի հասկանում եք բայց մյուս կողմից էլ օրինակ աշխովս ընկել էր բանի օշականցի Գևորգի տղին ովքեր որ նպաստել են որպեսզի ինքը ազատի կես թղթեր են սարքել որ ինքը հիվանդություն ունի իբր որպեսզի անհամատեղելի լինի ու ինքը չգնա ծառայության այդ մարդկանց վերցել դատում են չէ արդեն կարծեմ վճիռնել են կարտացել բայց այստեղ մի բայց կա ընկեր ջան մենք նենց իրականության մեջ ենք ապրել որ այդ մարդիկ այդ հարիվները ովքեր որ պիտի սարքեին որ օշականցի Գևորգի տղեն չգնա բանակ այդ հարիվները քյուրից ձև ունեին չսարքելու հա այդպես հեղինակություն իրացածի արա մյաթել թափով իրենք չպիտի վազեն ով է պաշտպանելու իրանց թե չէ այս համակարգը դատա իրավական լուրջ եք ասում
Հասկանում եք ինչպեսի ստանդարտներ են սկսում խորանալ ու ինչքան վտանգավոր բան կա այս ամեն ինչի մեջ։ Ուրեմն մի բան ասեմ, ստեղ ես ուշադիր չեմ գրառումներում։ Բոլոր նրանց ովքեր որ ստեղ կեղտոտ բառեր կարող է օգտագործում։ Ձեզ ասեմ, այդ կեղտոտ հայհոյանքներ օգտագործողներին մարդկանց ուղիղ տեղը այսպես որ արա Դավիթ 70-30-ի դգելից տանկերը այ ալկաշ ու քֆուր։ Գնում եք ձեր մամաների հետ, խոսում եք այտենց։ Խնդիր չունեք։ Դուք ձեր մամաների հետ գնացեք ու խոսեք այտենց։ Դա ձեր ընտանեկան, դա ձեր առաջի բառը, ասենք երեխեքը փոքր ժամանակ որ առաջի բառը օգտագործում են, մամա կամ պապա են, չէ՞, ասում։ Ձեզ առաջին բառը քրֆել են ձեր դեմը, քֆուր են, այ դրա համար դուք այտենցն եք դարել։ Դա ձեր ընտանեկան արժե համակարգն է։ Գնացեք, մտեք ձեր ընտանիք, ինչքան ուզում եք, քֆրտեք, կարակ այդ քֆուրները իրականացրեք ձեր ու ձեր մամայի միջև, պապայի ու դստեք քրոջ միջև, այսպես բաների մեջ կարակ օգտագործեք։ Ստեղ ձեզ մի դրսևորեք։ Ինչ որ բանի հետ համաձայն չեք, գրեք ինչ հետ համաձայն չեք, քննարկեք։ Չէ, այդ ձեր վախկոտ բաները, դա վախի դրսևորում է։ Միշտ իմացեք։ Ժողովուրդ ջան, 1000 ասել եմ ու ելի կասեմ։ Այդ պրոստը տեղի անտեղի մտնող քրֆողները, տեղի անտեղի սպառնացողները, սրանք վախկոտ մարդիկ են, որովհետև չվախեցող մարդը մտնում է ուղիղ երկխոսության մեջ։ Խելքը գլխի մեջ մալար ինգեր ջան։ Սենց ես ասում, ես սենց չի, բա ոնց ասես։ Ու մտնում է երկբանի մեջ։ Ոչ թե սից բաները գրում, այն էլ բան փակ դեմքերով, որ ասես մա տեղը տասա, առատ է կասի։ Իմիջայլոց, էսի մոռացել է։ Իմիջայլոց, այդ տեղը ասողներն են, հա, չասողներն էլ ինչ են ասում, ասում են, այո, միլիցիա կետես պրպրում, այսինքն միլիցիա էսպես բաներ են խոսում, էս էլ որի որ դեպքն է, որ հանկարծ մի ամիտ բռնվում են, որ fake է չենգնալու բռնվում են, իրանք են վազում քաղմաս։ Ուղիղ 3 առաջ օրներ, հա, երկու շաբթի էր, թե Կիրակի էր։ Կիրակի օրը, այսպես մի հատ ապուշի ձակ, Սոս առնական դեմքով մի հատ ուժեղ տղա իր արևին, նես մի հատ մտտել էր, գրել էր, վազես քաղմասելի։ Սա գիշեր չեմ քնել, բանի Շիրակի մարզի քաղմասի ձեռը, բանի մուշ բաժնի ձեռը։ Ուրա բլոկել է ինձ էլ, բլը սրա դեմքին նայեք։ Նայում ես դեմքին օր ասում ես, էսի դաբաղանի եզա, 7 հոգով սրան չենք կարա պարկսնենք։ Կանի կաշտենք ցած խոսում են, բելա փախավ վազավ քաղմաս արա։ Գիտելից բացել է պրկեկին։ Էս չեք արա, այ ուլեր։ Էս չեք դու կարա։ Բա մտել հա, այսպես ձեր մակարդակի եզի ծնունդ մի հատ։ Մտել հա, այս գյադեն։ Ինչ ասում։ Ցույցատալի հովանավանքը մարդկանց, այս նախիրը որ բերել բարոսաբար բրախել են։ Նախիրը անվանում մի ամբողջ ժողովրդի արա։ Այդտեղ ոչ մի հոտած չկա ախպեր։ Ոչ մի բան։ Հիվանդ տղա է երևի, ոչինչ։ Բելասի նախիրը հորը տուն այ յոնջա, բելը համենը գրել եմ ասում մարիստարը զանգի։ Գայլը հավանե բռնած, ասի всё ապե, դու ընկած երես։ Օրս ասես արեմ։ Բլոկեց ինձ, անգերոջս հեռախոսով մտնում եք տանամ գրելա, գրել Սարգսյանը ինձ սպառնում են, անցավ մի ժամ Մուշի բաժնից զանգել են։ Բարի ձեզ ոստիկանությունից է, դուք հիմա որտեղ եք։ Դուք գիշեր արա ով ես լակացիաս ասեմ։ Բայց ջայն հեռախոսով ես զանգել ես սոտովի հեռախոսով։ Քեզ Հայաստանի Հանրապետությունը միշտ կապ ունի Երևանը դեռ լենական։ Մի խոսքով, բա սպառնալիքները քնչեցրել գործ են կազմում բան, քնչական բան անենք։ Ասի ես դες բան չեմ, բայց դու դավայ, քո գործին է։ Ասում ես քեզ մասով, որ մարդը ներկայացրել է, չէ՞ ոնց ասում, ասում ահա, ասում տեսել ես որ նախիր է անվանում ժողովրդին։ Ասում ահա, ասում ինչ ես նախաձեռնել։ Ասում ոչ մի բան։ Ոչ մի բան չի նախաձեռնել մարդը։ Ջոկում է, չէ՞, ես կարամ հիմի շարել, նայ, կարամ հիմի դուրս գալ, ըստ ոստիկանների, ըստ ներքին գործերի նախարարության, ըստ իրենց պատկերացրած իրավունքների եւ օրենքների։ Ես հիմի կարամ դուրս գամ, որում պետք չի իվան կինեմ։ Դուրս գամ, լյուբոյ մեկին կանգնեմ, թե մեր ինչ ուզեմ քրֆե։ Հենց ուզենա ինձ վնասի, սուպություն։ Հենց ուզենա ինձ վնասի, հոп վազեմ ոստիկանություն, ասում ինձ ուզում եմ վնասել։ Վերջ, հետո մը դատվելու։ Դե՞ցա դառնում։ Դա ապուշություն էլի։ Մեկը չի նայելու պատճառները, հետևանքները։ Հերերա ժողովրդի նախին ասում այնտեղ հերեր կան, մերեր կան, բայց սա պապիկ լրբից ծնունդ։ Հերեր կան, մարդիկ կան կանանց երեխաների հետ են։ Հենց նախիր է անվանում։ Ոստիկանին ասում դու տեղի ես բա դրանից, այդ որ եկել է քեզ բողոքել է ցույց տվել, ասում ինչ ես նախաձեռնել, ոչ մի բան։ Կայց։ Այդ որոնը հաջորդ օր առավոտը իմանա որ ղրկել են արդեն քնչական իմ գործը։ Տոյն։ Հեսա մի օր կարող է բարձրի որ вообще հիվանդ է, վերջացավ գնաց։ Ով է մեղավոր գնել է, դա վայելար դատվելու ախպեր։ Գժի դար արա, գժի դար։ Մարդու իրավունքները պոլիս ցածր վիճակի մեջ են։ Գիտեք որտեղ։ Այն որ այս բիտոնն ալնում են լինոլյումը կծած են արակով բլոջ տարական ինչած վազվզում է, չէ՞։ Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում հայ այդտեղ դրացան։ Դա իրավական համակարգը չի կարող պաշտպանի մարդու իրավունքները։ Ոչ մի ձև։
Այսօր ամուսիններ են եկել, տարիքով մարդ։ Մարդը ոնց հասկացա մի 8 տարի գազել էր քշել։ Բարձվում է 8 տարի դու աշխատավարձ չի ստացել, դու իմ հասկանալով պատմությունը նայ, չնայած խնդրել եմ շաբաթօրը մի հատ եկալ, օգնում եմ մեր իրավաբանները թղթերը նայ հետ ինչ էր էլի։ 8 տարի գազել է քշել, ունեցել են պայմանավորված 80 քանի հազար դրամ աշխատավարձ, հա, պլանը օրը 12000 պիտի տա, մախու ջան 12000-ից ինչքան որ ավելին էթիկով փողն է, 80 քանի հազարը քեզ չեմ տալիս, էսի մնում է ինչ բան լինի, հարկ լինի, տուրք լինի, չգիտեմ ինչ լինի, ես նրանով եմ ուզում։ Համաձայն ես, հա, համաձայն եմ։ 8 տարի սենց աշխատում է։ Վերջում բարձրվում է որ լիքը հարկուտու չեր մուծել, թողելա բսին։ Հետո հելնում է, բանա Դիմում է դատարան սնանկության գործով, վերջացավ, եկել սնանկա։ Այն մարդու 8 տարվա աշխատած բանը մնաց իրավասին միլիոնից ավելի հարկադիր ունի։ Դե գնա ստացի ախպեր ջան, դատարան եմ ասել գնա գալիս է։ Բայց մի անգամ տվել է կորոնայի ժամանակ։ Կորոնայի ժամանակ նա 300 քանի հազար դրամ տվել, դե որովհետև այդ ժամանակ իրանք էլ են փոխանում։ Ներողություն ժողովուրդ։ Գշի դա ախպեր։ Ու այս ամեն ինչի մեջ մեր իրավաբանները Ծանրում ես նստած, գիտեք բանը, Նիկոլ Փաշինյանը դառել է քաղաքական գործիչ։ Ամեն մեկը ներկայանում է, որ ինքը լինի վարչապետ։ Արա, մեր մեջ իրավաբանները դուք եք գնացեք մտես իրավական համակարգը խելքի բերեք, արա։ Եկամեք, եկեք մեզ ասեք, Նիկոլ Փաշինյանը չի թողում ախպեր, որ մենք խելքի բերենք։ Ես այս ծրագրերը, այս պրոյեկտները առաջարկել եմ, չի թողնում, չի թողնում։ Ասեք գոնե իմանանք դրանից է։ Կամ հետ ասեք, կամ գնացեք խելքի բերեք, դուք ձեր ուղիղ պարտականությունները, դուք ձեր ուղիղ բանը, կրթությունը չեք օգտագործում պետության զարգացման հարցում։ Հենց եք ով որը ինչ ուզում խոսում եք, բան եք անում։ Դուք ով եք։ Դուք ինչ իրավունք ունեք խոսելու։ Դայ քեզ բան։ Իվան մարդ ախպեր։ Սնդել բանը։ Լավ, հələ սրան վաղներ եմ անդրադառնալու։ Առաջիկայում շշուտ եմ սրան անդրադառնալու, ժողովուրդ, վաղ անդրադառնալու եմ իհարկե Փրինուզի եթերով։ Եվ միանգամից ասեմ գրանցվեք էջից ու Facebook-ս քանի որ բլոկել են, ես, նո, մի ամսով բլոկացա եթերները փակացա չի թողում եթեր անեմ։ Ես այդ մի ամիսա հաստատ YouTube-ով եմ անելու։ Դե դրանից հետո եթե տեսնենք որ ավելի հարմար է այսպես զրուցելը, գուցե շարունակեմ եթերները հիմնականում անեմ YouTube-ով, իսկ գրառումները Facebook-ով։ Այնպես որ լավ կլինի ամեն դեպքում գրանցվեք էջին եւ եթե ձեզ հետաքրքիր է կոնտենտը, մոտեցումները, որ մի եթերը հետաքրքիր կլինի, մյուսը կարող է ձեր հետաքրքրությունների տիրույթում չլինի, ամեն դեպքում գոնե որը ձեր հետաքրքրությունների տիրույթում է, ու տարածեք դրանով մեծ լավություն արած կլինեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, բարի գիշեր ձեզ։ Բայց, հա, եթե լացեմ ամեն ինչ թույն է լինելու, շատ լավ է լինելու։